Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ իհարկե մենք այսօր անդրադարձանք օրվա նկարագրին նշելով հունիսի 2-ի իրադարձությունները, բայց թերևս շատ թարմ են հունիսի 1-ի արձագանքները, իսկ դա միանշանակ կապված է երեխաների պաշտպանության օրվա հետ եւ մենք այսօր շտապում ենք անդրադառնալ այդ օրվան իրադարձության եւ սպասվելիք կայանալիք իրադարձություններին այդ առիթով այսօր հյուրընկալել ենք կոմպոզիտոր Երևանի քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանին։ Ողջույն։ Բարև ձեզ, ողջույն։ Բոլորին շնորհավոր ենք։ Դա հենց դա է ուզում եմ ասել, ուզում ենք շնորհավորել։ Այդպես մենք անպայման այդ առիթը բաց չենք թողնել, թե լինենք եթերում, ուղղակի համընկավ Կիրակի օրվա հետ եւ բնական է, բայց դա չի նշանակում կոնկրետ հենց այդ օրն է պետք ամբողջ մեր ներուժը կամ սիներգիան, այսպես երեխաներին ուղղել, հակառակը դրա մասին նույնիսկ պետք չէ դադարել, մտածել եւ այդ ուղղությամբ մշտապես պետք է գործել եւ ստեղծագործել եւ այլն։ Շնորհավորում ենք իհարկե ծնողներին, փոքրիկներին։ Վայ, ասացեք խնդրեմ, իսկ Արևիկի պատմությունին եթե անդրադառնանք, ինչպես է սկսվել է, որտեղից է անունը եկել։ Արևիկը այս տարի դառնում է 47 տարեկան։ 47։ Այսինքն 78 թվից ինքը կա։ Եվ փառք Աստծո, որ ինքը կա, որովհետև տեսեք իրենից 7 տարի, մոտավորապես 5 թե 7 տարի առաջ Թիֆլիսում ձևավորվեց մի հիանալի խումբ, էլի մանկական խումբ Մզիուրին, որը էլի Արևիկներ է նշանակում, բայց Մզիուրին 90-ական թվականներին լուծարվեց։ Իսկ Արևիկը շարունակում է իր հաղթարշավը եւ փառք ու պատիվ բոլոր ղեկավարներին, նաեւ ադմինիստրատիվ ղեկավարներին ռադիոյի, ովքեր եղել են այդ ընթացքում, որովհետեւ այդ սեր, այդ ջերմությունը միշտ պահել է իրենց, այսպես ասած, այդ էներգիան, որպեսզի կարողանան Արևիկին էլ միշտ տան այդ կանաչ ճանապարհը եւ փառք Աստծո մինչեւ հիմա դա կա։ Գիտեք, առաջին գեղարվեստական ղեկավարը Ռոբերտ Պետրոսյանն էր, հետո Վալտեր Հովանեսյանը, հետո Արմեն Դիվանյանը, հետո մի փոքր ժամանակահատված 2 տարի Արմեն Գևորգյանը, այդ ընթացքում շատ փոքր առաջին եւ երկրորդ ղեկավարների արանքում եղել է նաեւ Արթուր Գրիգորյանը, մոտ մի 3-4 ամիս է ղեկավարել, բայց չի կարողացել ուղղակի շատ ծանրաբեռնվածության աշխատանքի հետ կապված թողել է խումբը եւ հետո ստանձնեցի ես Արմեն Ամիրյանի ղեկավարությամբ, Արմեն Ամիրյանի շատ աչալուրջ աչքի եւ ձեռքի ներքո կարողացանք լիքը գործանել։ Հետո եկած ղեկավարները էլի նորից վարակվեցին այդ սիրով դեպի երեխաները եւ կարծես թե ամեն ինչ լավ է։ Կարծում եմ վստահաբար կարելի է ասել, որ Արևիկ անսամբլը դա մի վարկանիշային մակարդակ է մանկական երկարվեստում եւ եթե ասում ես որ Արևիկի սան ես, դա արդեն որակ, ճաշակ, Արևիկցին դա դարձել է մեզ համար եւ ոչ միայն մեզ համար, այդ Արևիկցին հին ու նոր չի լինում։ Միշտ լինում է ուղղակի Արևիկցի, որովհետեւ տեսեք Ներողություն, իսկ առաջին սերնդից կա կապը պահում եք կատարողների հետ։ Նույն Արամոն առաջին սերնդից է։ Այս դա է ուզում Արսենով կանոններից Արևիկից։ Հիմա ես իհարկե բոլորին կարող է եւ չհիշեմ, բայց Մուշեղան Արաքսյան, էլի Արևիկցի, Արմեն մեր պրեզիդենտական օրկեստրի Արմեն Պողոսյանը մեր ինքը թավջութակ էր նվագում առաջին խմբից նաև եղել են Նանա Արազյանը Նանա Թադևոսյանը կամ Ամալիա Թադևոսյանը երկու անունով էլ ինքը կա երկրորդ խմբից Տիգրան Սարգսյանը երջանկայի շատակ մեր դիրիժորը որը ավտովթարից վախճանվեց Մոսկվայում մեր
էլի ընկերներից կան ահագին նույն լիդուշիկը, որը արևիկից է էլի, նույն բրունետը, որը նույն մեր երեխեքից է, հետաքրքիր եւ Քրիստինե հատկանշական Պեպելյան, որ ում անունը որ տալիս եք շարունակում են երկարվեստ, այսինքն չհաճախեցին հենց զուտ հաճույքի համար եւ հետո թողեցին։ Փաստորեն բոլորը մնում են ասպարեզում։ Շատերը կարծում են Արևիկը դա երկի է խումբ է կամ համույթ է, իրականում Չէ, համույթ չէ, էլի, որովհետեւ որ ասում են համույթ, ես ասում եմ բա հոտույթն ուր է։ Չէ, եթե համույթ համաձայն եմ, բայց համույթ ասում է, գիտեք, այստեղ համույթ բառը ավելի շատ նշանակում է, որ միասին են, միասին են դուրս գալիս բեմ, այսինքն իհարկե կան սոլո կատարումներ, բայց համույթ համընդհանուրից եկող է, այս համի բայց միգուցե իսկականից համույթ մի քիչ հնացած է։ Ես մի քիչ ուրիշ ձև եմ դրան անդրադառնում, ասում եմ իսկ ճարտարապետական անսամբլին ո՞ց եք ասում եմ ճարտարապետական համույթ։ Այս մի տեսակ չի ստացվում։ Բայց այնուամենայնիվ հասկանալի խնդիրներ կան, երեխաների ինչ որ տարիքում մուտացիայի է, չէ՞ ձայնը ենթարկվում, դա սկսում է տղաների մոտ հատկապես կոշտանում է, աղջիկների մոտ էլ ինչ որ բաներ կատարում։ Աղջիկների մոտ մի քիչ ավելի սահուն է անցնում դա, բայց այնուամենայնիվ դա կա։ Երբ է դա հիմնականում տեղի ունենում։ Գիտեք, իրենց են արդեն դուրս գալիս, ասենք 14, 15, 16-ից արդեն երեխաները մաքսիմում 16-ից դուրս են գալիս իրենք, որովհետև նախ մանկապատանեկան անսամբլ է ինքը, երկրորդ դե 6-ից մինչև 15-16 տարեկան քայլը փոքր է, ճիշտ է, բայց ինքը մեծ ուժ ունի իր մեջ եւ տալիս է այդ 10 տարիների ընթացքում, 9-10 տարիների ընթացքում երեխաները շատ բան է սովորում։ Բեմական կեցվածք, երգ, պար, բեմական խոսք, շփվել հասարակության հետ, շատ տեղերում, որովհետև երեխաները հիմնականում գիտեք, Ճիշտ աշխատել տեսախցիկի այո, տեսախցիկի առաջ, միկրոֆոնի առաջ ճիշտ աշխատել եւ այլն շատ հարցեր կա։ Հետո Արևիկը մի այսպիսի հատկություն էլ ունի, ինքը քանի որ չեմ ուզում շատ բան ասեմ, բայց ինքը հեգեմոն է այսօր, հա? Տանող անսամբլն է։ Պատմականորեն ես կասեմ։ Այո, ինքը ունի նաև որոշակի ճաշակ թելադրող։ Դա առաքելություն է եւ այդ առաքելությունը իրոք ծանր է տանելը, որովհետեւ գիտեք, մոդայի քամիներ են գալիս, գնում եւ այլն, այս ճաշակով չէ, այս լավը չէ, այս մոդայիկ չէ եւ այլն, ու դու պետք է ընտրես այնպիսի բան, որ եւ այսօրվա հեվքին համապատասխանի եւ հետո համապատասխանի նաեւ այն ինչ որ մենք արդեն ունենք եւ նաեւ մի փոքր էլ թելադրես դեպի առաջ քո քայլերը։ Այսպես աստիճանաբար եկանք երկացանքի թեմային։ Ահա։ Ինչպես է ընտր ինչ սկզբունքով։ Արևիկի համար երկիր ժամանակին գրում Ինչ վիճակում է հիմա երկացանքը, ինչ սկզբունքով է ընտրվում, որն է մերժվում, նաեւ դա է հետաքրքիր։ Ասեմ, մենք ունենք 3 առաքելություն։ Առաջինը հարստացնել հանրային ռադիոյի ֆոնդը, որը շատ կարևոր է, եւ միտված ենք դրան, բայց դրա մեջ մտնում է 2 կետ։ Առաջինը թարմացնել հին արևիկյան հիթերը, լավ երգերը, եւ երկրորդ նաեւ ներառել նոր ստեղծագործություններ։ Երկրորդ առաքելությունը դե արդեն ասացի, որ պրոպագանդել հայ կոմպոզիտորների, որը շատ կարևոր է։ Իրականում հենց հայ կոմպոզիտորներ, ոչ թե երգահանների, այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ երգեր։ Երրորդի մեջ մտնում են հայ երգահանները արդեն։ Այդ կետի մեջ, որի մեջ նաև շատ կան հիանալի երգեր, մենք ընտրում ենք, մենք դրա մասին տեղակ ենք պահում նաև հանրությանը 3 տարի առաջ, օրինակ մենք արեցինք Արևի երգ մրցույթ փառատոն։ Հանրային ռադիոն դա իլուր աշխարհի, այսպես ասած, հայտարարեց եւ ահագին երգեր ընտրվեցին, որից առաջի տեղը գրավեց մարդ, երկրորդ տեղը, երրորդ տեղը եւ այլն, եւ դրանք ճիշտ է, դրանք երգահաններ էին, կոմպոզիտորներ չէին, բայց էլի հիանալի երգեր էին։ Կրիտերիաները բավականին բարձր են դրված երգերի ընտրության։ Բավականին բարձր։ Պարոն Հայրապետյան, իսկ ընդունելության կրիտերիաները։ Ընդունելության կրիտերիաները ավելի բարձր են դրված, Արամ ջան, որովհետև մեզ մոտ ուսուցումը բացարձակ անվճար է։
Բացած ամեն ինչն է անվճար, այսպես ասեմ։ Իսկ ով է գումարը տրամադրում։ Դե մենք ռադիոյի խումբն ենք։ Հասկացա, ռադիոն նաև։ Այո, Հադրայի ռադիոյի խումբն է եւ դե մենք ստանում ենք աշխատավարձ եւ նվիրյալներ լինելով հանդերձ մենք անում ենք մաքսիմալը ինչ որ կարող ենք անել։ Ձայնագրությունները անում է հանրային ռադիոն, որոշակի պետական եւ միջպետական եւ ներպետական բոլոր համերգների եւ այսպես ասած մնացած բաներին մենք մասնակցում ենք, որովհետեւ հանրային ռադիոն ի գործ է պիտի նաեւ մասնակցի այդ ամեն ինչին։ Իսկ ռեպերտուարը էլի եմ ասում, երգացանկը շատ այսպես մանրակրկիտ ընտրվում է ամեն ինչ։ Բայց առաջինը դրվում է հայ կոմպոզիտորների, հայ երգահանների բանի վրա։ Իհարկե բացառվում են թող ինձ ներեն այդ ժանրի ներկայացուցիչները, Ռաբիզն ու Բլատնոյը ուղղակի բացառվում են։ Դե երեխաների սազը կանեն չէ։ Այսի բան ասեմ, կարող է երգը շատ լավ է լինել առաջին հայացքից, բայց ես միշտ այդպես եմ բնութագրում, ասում եմ 5 անգամ լսենք, հետո նոր պարզ կդառնա երգը իր մեջ ինչ որ բաներ ունի, թե չէ, որովհետև 5-րդ անգամ եթե դու սկսում ես էլի նույն հետաքրքրությամբ լսել, եթե չի մարում քո հետաքրքրությունը, նշանակում է ինչ որ ինչ-որ ականջը չի ծակում, հա, նյութ թողել է քո մեջ։ Իսկ եթե նյութը թողել է, նշանակում է ինչ որ արժանինքներ ունի այնուամենայնիվ։ Իսկ եթե արժանինքներ ունի, ուրեմն եկեք 6-րդ անգամ էլ լսեք, նոր հետո կհասկանաք։ Գիտեք, Բլատնոյը մի տեսակ շատ կոշտ է հնչում, բայց հիմա շատ փափուկ գեղեցիկ անուն են շանսոն։ Հա, ինչը իրականում երգ է շանսոնիաներ Ժակ Բրելն է։ Ասեք, այդ ճիշտ եք ասում, այդ դրա հետ կապված ես էլ համաձայն, չէ, որտեղ ռուսական շանսոնը որտեղ է։ Բոլորովին այլ Հա, ճիշտ է։ Բայց չեմ կարծում, որ այդպիսի դեպքեր չեն լինում։ Կարող է 5-րդ, 6-րդ եւ 10-րդ անգամ երգը ձեզ դուր գա որպես կոմպոզիտոր, իդեպ շատ հետաքրքիր տարանջատում արեցիք կոմպոզիտորի եւ երգահանի եւ դա պետք է հստակ պատկերացնել, բայց այն ինչպես կընդունի հանդիսատեսը երբեք կանխատեսելի չէ։ Չսպասված երգը կարող է այնպիսի հիթ դառնա եւ շլագեր եւ ամենայն որ կարծես բոլոր նախադրյալները կային որ դա դառնար երգ, ինքը կարող է դառնալ 1-2 կամ ասենք պարտադրված կատարումների երգ։ Այ ինչ պատմություններ են, ինչ երգերի հետ է այդպես եղել, որ չէիք սպասում, բայց հետո սիրվեց եւ ճանաչված դարձավ։ Դե նախ առաջին հերթին պիտի նշեմ, որ բացի մեր, այսպես ասած, մեր գնահատականից, երգի հետ կապված կան նաև մարդիկ, ովքեր որ ասում են ականջը մարզված է, Եվ պետք է շատ անգամ պրոֆեսիոնալներ չլինեն, չէ՞։ Հա, իհարկե պրոֆեսիոնալ պետք չեն։ Անգամ եթե իրենք պրոֆեսիոնալ չեն, բայց որոշակի ինչ որ մարզվածություն ունեն լսելու առումով, մենք տալիս ենք ուղղակի իրենց լսելու մեր գոլեգաներն են ռադիոյի, ասենք, այս խմբագրությունը, այն խմբագրությունը եւ այլ, հետո ասում ենք տարեք երեխաները թող լսեն ձեր։ Թողնիկները, երեխաները թող մի ռեակցիան ստուգեք։ Տեսեք, ինչպիսին է ռեակցիան։ Իսկ ավարտելուց հետո երգում է էլի, հիշում է ինչ-որ բան, հա։ Դա էլ է չափանիշ։ Հիմնականում մենք չենք ձայնագրում այդ կարգով։ Մենք երեխաներին ուղղակի հեռախոսով ձայնագրում ենք մինուսային ֆոնոգրամով։ Ուղղակի ձայնագրում ենք, ասում ենք, այսպես ամենա ոչ պրոֆեսիոնալ վիճակում։ Տարեք թող երեխեքը լսեն։ Ես ուրեմն մանկության հիշողություններով կիսվեմ, մանկության իրադարձություններից մեկով մեր բակ գալիս էր մի աղջիկ, ով արևիկում էր հանդես գալիս, սիրարված ենք բոլորս, գեղեցկուհի էր, հոյակապ հագնվում էր, ով էր, ինչև է, բայց ասածս այն է, որ մեզ համար աներևակայել էր այն ժամը, խոսքը գնում է պատկերացրեք 80-ականների սկզբի մասին, 80-ականների կեսերի մասին, այդ ժամանակ արևիկը։ Ես կուզենայի իմանալ, պարոն Հայրապետյան, այն ժամանակ եւ հիմա ճամփորդում էին, ընդհանրապես ունեին արտերկրներում համերգներ, ելույթներ եւ ինչպես էր դա արևիկը այն շրջագայող կոլեկտիվ էր, հա։ Արևիկը իր ճամփորդը իր պատմության մեջ 17-ից ավելի երկրներում է եղել։ Արտասահմանյան երկրներում։ Ես խորհրդային միությունի չեմ հաշվում։
որտեղ խորհրդային միությունը ինքը մեզ համար այն ժամանակ ջրի ճանապարհ էր։ Ասեմ ավելին 80 թվականին բանի հետ մենք Սոֆիա Ռոտարուի հետ մենք եմ ասում, որտեղ ես եմ ինձ հավանում Արևիկսի Սոֆիա Ռոտարուի հետ Դավիթ Թուխմանովի այս նակրեշե երգը մենք երգեցինք բանի ժամանակ հենց այդ միջոցառումների ժամանակ կապված օլիմպիադայի 80 թվին հենց հատկապես 80 թվին այսինքն միշտ դե պատկերացեք մի քանի ձայնասկավառակ է մելոդիան լույս են ծայել Արևիկի երգերով խորհրդային միությունը ես դնում եմ մի կողմ 17 երկրներից ավելիում Արևիկը եղել է ընդ որում մի քանի երկրում մի քանի անգամ է եղել Զուտ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինքը եղել է 3 թե 4 անգամ։ Հիմա պատկերացնում եք ինչ խնդրեմ այդ մեծ խումբը, երեխաների, բարձր երեխաներ են, ծնողներն էլ պիտի չէ, երևի լինեն։ Ոչ միշտ։ Ես իրենց հետ եղել եմ վերջին անգամ դրսում, դա 16 թվականներ, մեզ հայ բարեգործական միությունը հրավիրեց համերգների, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք եւ 13 հոգի երեխային, 3 հոգի ուղեկցու։ Չէ, մենք արդեն գեղարվեստական ղեկավար, պարուսից եւ երկուսից։ Այդ 16 հոգով գնացինք, որովհետեւ մի քիչ ավելի շատ է ես ուզում խումբը, բայց ֆինանսական վարիանտով մի քիչ ավելի սեղմեցինք, հասկացանք, որ դա թիվը մոտենում է իմ հաշվարկներով 25-ից 30,000 դոլարի սահմաններ մոտավորապես։ Բացի դրանից, բայց ես մյուս բաները չեմ ուզում, որ նման փոքր կազմով լինեն, որովհետև գիտեք, փոքր կազմը իհարկե իր լավ բաներ ունի, ավելի մոբիլ է, ավելի տեղաշարժումը արագ է, բայց երբ կազմը քանի հոգի է։ Հիմա կազմը 27 հոգի է, ես հասցնում եմ մինչև 30-ի, ոչ ավել։ Դրանից ավելին ուղղակի ծանր է, որովհետև իրոք դժվար է 30 հոգուց ավելի, բայց ես ուզում եմ շատ եմ ուզում, որ Արևիկը վերականգնի նաև իր գործիքային կազմը, որը ինքը միշտ ունեցել է։ Հասկացա, ֆինանսավորումը։ Պարոն Հայրապետյան, այդ որպես ղեկավարի աչքերով, որպես կանոն տաղանդավոր երեխան, ով որ հետո մեծ բեմ է դուրս գալու է, երևում է միանգամից, թե այդպես լինում է, որ դա երեխան հետո քիչ զարգանում է, ուզում եմ ասել, ընդհանրապես վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, տարիների այդքան տարիների, երեխան կամ տաղանդավոր է եւ դառնում է, կամ այդպես այդքան էլ չէ, բայց ջանում է ամեն ինչ, անում է ամեն ջանք չեք խնայում, բայց արդյունքում չի ստացվում ինչ որ։ Տեսեք, անգամ եթե երեխան ընդունվում է փայլուն, չէ՞, մենք ամեն սեպտեմբեր մենք անում ենք փոքրիկ ընդունելություն։ Այսինքն մենք ընդունում ենք այդ թափուր տեղերը, հա, որովհետև երեխաները մեծանում են գնում են, դուրս են գալիս, բնականաբար իրենց տեղերը պիտի լրացվեն։ Եվ մենք տալիս ենք թեկուզ անգամ ամենափայլուն երեխային, մենք տալիս ենք 3 ամիս փորձաշրջան։ 1. 3 ամսից հետո երեխան հանձնում է փոքրիկ քննություն, այն ինչ որ ինքը սովորել է, հետո մոտ մի 9-10 ամիս հետո էլ մի հատ էլ փոքրիկ քննություն ենք հանձնում, որպեսզի վերջնական մենք հասկանանք այդ երեխան իմն է, այդ երեխան մերն է, թե այնուամենայնիվ ինքը չի աճել։ Կան երեխաներ, ձեր հարցից ելնելով, որ ֆանտաստիկ ընդունվում են, ասում ես Այս ինչ լավ է, որ այս բալիկը եկել է։ Բայց հետո ժամանակի ընթացքում զգում ես, որ ինքը կամ ծուլացել է, կամ իրենը չի, կամ ուղղակի ասենք այդ րոպեին ինքը այդպես փայլուն երևաց, բայց հետո սկսում ես տնտղել, զգում ես, որ եւ կար հակառակը, կա որ ինչ որ շատ այսպես ամոթ խաց է եւ այլ, բայց զգում ես, որ շաբաթի վրա ինքը սկսում է իրեն ճիշտ դրսևորել եւ աղաչում է եւ հասկանում է որ ինքը եկել է այստեղ ինչի համար դա շատ կարեւոր է երեխան հասկանալը որ ինքը եկել է այստեղ ոչ թե բեմի վրա համաչելու եկել է իրեն ցույց տալու ինչ որ ինքը գիտի այդ կարգավիճակն է հիմնականում լինում են իհարկե տարբեր բաներ են լինում որ վարքի պատճառով են դուրս մնում
դա էլ է նորմալ, ես նորմալ եմ ընդունում, Բայց որովհետև լավ երկելու դեպքում էլ եք հրաժարվում։ ասեմ ինչի համար, որովհետև դա մի տեսակ ցեցի նման է, որ ընկնում է երեխաների մեջ դա նման է թե Զամբյուղում գոնը մեկ փչացած խնձոր կա, մնացածը բոլորը անգամ եթե ամենահամեղ խնձորն է, մեկը փչացնել է ամենագեղեցիկ ամենաթուշիկ խնձորն էլ կարող է։ Եվ մեկ էլ մի շատ կարևոր բան է, էլի երեխաների այդ բանի հետ կապված, երբ որ 1, 2, 3 տարի հետո երեխան զգում ես, որ սկսում է աստղայինով հիվանդանալ, դա ամենախայտանակ բանը։ Այդ որ տարիքում էլի ուսոր։ Կապ չունի, կարա 9 տարեկանում է լինի, կարա 8 տարեկանում է լինի, կարա 11-ում է լինի։ Ծնողը մեղք ունի դրանում։ Որոշակի, բայց եկեք չթողնենք ամեն ինչ ծնողի վրա, որովհետև մեդիա դաշտը խայտարակ որքան բարերավ, նույնքան եւ ոչ բարերավ ազդեցություն է գործում տվյալ երեխայի վրա եւ ամեն երեխա չի որ դիմանում է այդ վիճակին։ Պատկերացնում եք պետական միջոցառումներին միշտ արևիկը կա։ Միշտ պետական, չգիտեմ ինչականներին բոլորը կա, հոբելյաններին արևիկը կա, իրենց մենահամերգներին արևիկը կա, չգիտեմ, ես ծիծաղելով եմ ասում եմ Երևան քաղաքի բոլոր լուկերի բացման ու փակման արևիկի երկում է։ Ու պատկերացնում եք այդքան բանից հետո երեխան սկսում է հասկանալ, որ ինքը արտիստ է եւ ծափ են տալիս իրեն ճանաչում են դրսում, իրեն դպրոցում արդեն զանազանում են։ Մի քիչ ինչ որ պաբլաշկաներ են անում, որ ասում են դե լավ, դե բալիկ ջան, դե ինքը արվիցի է։ լուրջ նագուսկա է, շատ որովհետև դպրոցից հետո է չէ հիմնականում դա։ Շաբաթական քանի անգամ են գալիս։ Եթե մենք ոչ մի խնդիր, ոչ մի բան չունենք, ձայնագրություն չունենք, համերգ չունենք, ապա շաբաթական 3 անգամ 2.5-ից 3 ժամ։ Մենք ասում ենք բար երգ սոլֆեջո։ Պարոն Արաբետ, մասին խոսենք, որովհետև համերգի վաղը սպասվում է համերգ հետաքրքիր, ովքեր են մասնակցում, ինչ երգացանք է եւ ինչով է տարբերվելու նախորդ բոլոր համերգներից։ Շնորհակալություն։ Էդ է շատ լավ հարց է։ Գալիս ենք դրանից։ Տեսեք, վաղը լինելու է համերգը, այսինքն Հունիսի 3-ին, այո, Արամ Խաչատրյան մեծ համերգադահլիճում, այսպես ասեմ, հիմա շատ են սիրում այդ խոսքը, չի աննախադեպ համերգային ծրագիր, բայց այս դեպքում մենք այդ ինտոնացիան չենք դնենք, ասենք ուղղակի բացառիկ համերգային ծրագիր, որտեղ 47-ամյա Արևիկը ճիշտ է, եղել են դեպքեր, երբ էստրադային սիմֆոնիկի հետ 1, 2, 3 համար ինքը հանդես է եկել, բայց ամբողջական համերգային ծրագիր, այն էլ 16 երգով, դա ուղղակի չի է։ Մեկ մաս, ուղղակի երգերը հիմնականում փոքրիկ են, մանկական երգերը երկար չէ, կարճոտ են ավելի։ Եվ այդ հարցում իհարկե մեծ օգնություն մեր սիրելի հանրային ռադիոն մեզ տվեց, մեր սիրելի Երվանդ Երզնկյանը մի անգամից այսպես դրան ասեց այո, ես 2 ձեռքով համամիտ եմ եւ մենք մեր պրոդյուսեր Շավարժ Վարդանյանի հետ միասին, ռադիոյի պրոդյուսերի մասին է խոսքը, ով պրոդյուսինգ է անում ոչ միայն մեզ, նաև էստրադային սիմֆոնիկին, նաև ժողովրդիկների անսամբլին եւ այլ։ Ու մենք սկսեցինք մեր բավականին լուրջ աշխատանքը, սկսած ռեպերտուարից, երգացանկից, վերջացրած շորիկներով եւ այլ։ Մի խոսքով ընտրված են մեծ սիրելի երգեր, որի մեջ մտնում են Արտո Բաբաջանյանի մեր սիրելի Երևանը, Ասկ Փառապանցը, այնտեղ էլ ինչ հետաքրքիր բան, Մարտի Վարդազարյանի սա Երևանն է, այս րոպեին բան չկա դիմացես, մի քիչ Իմիջայլոց կարելի այդ կատարումը լսել մեր զրույցի վերջում։ Կարող եք, հետաքրքիր է եւ տեսեք բան արևիկից գեղեցիկ։ Ունենք նաեւ անակնկալներ, այսինքն անակնկալները ինչպիսին են։ Անակնկալները դրանք են, որ մենք մեկ բեմի վրա ամեն մեկը մի երգով հանդես են գալիս մեզ հետ նաև կամ մենք ենք հանդես գալիս իրենց հետ Զարուհի Բաբայանն է երգում մեզ հետ միասին կամ մենք իր հետ Վարդան Բադալյանը Արթուր Իսպիրյան մեսի սա Երևանն է եւ Նայրա Մանուչարյանը
պատկերացրեք այդ հսկայական նվագախումբը, հա, էստրադային սիմֆոնիկ նվագախումբը Երվանդ Երզնկյանով հանդերձ ինքը նույն ինչ ասեմ երեխաների աչքերի արտահայտությունը պետք է տեսնենք եւ առաջի անգամ մենք փորձը սկսեցինք անել։ Իդեպ այսօր մեր հաղորդումից հետո ես արագ պիտի վազեմ, որովհետեւ վերջին բանն է, Պրագոնն է, այո, գեներալին է, փորձենք տեսնենք ինչ շտկումներ կան վաղվա համերգի կապված Գումանած նաև Մարտին Վարդազարյանի մանկական երգերից էլի երկուսը հնչելու են Մայրիկը գիրքի եւ հայրենիքը թզուկների երգը Արամ Սատյանի երգերից կհնչի 16 կատարում։ Հա, 16 կատարում։ Բիսի համար ինչ որ բան պահել եք։ Աջան։ Բիսի համար։ Նաբիս Թե դա այ չգիտեմ, նաբի այնքան հագեցած է ծրագիրը, որ վախենում եմ ես ճիշտն ասած։ Սափերի ներքո բաց չեն թողնի միանգամից։ Տեսնեք։ Մերիկ Մավիսակալյանի ժպիտը կա վերջում, որովհետև ինքը հենց այդպես էլ կոչվում է վար ժպտա եւ այսպես ժպիտի հետ կապված է, էլի։ Արդյոք միակ վտանգը, որ երեխաների աստղային հիվանդության նոր ալիք չբացվի։ Դե անխուսափելի է դա ինձ թվում է։ Նման համերգից հետո դրանից ապահովագրված չի, բայց ես հուսով եմ, որ որևէ բան չի կատարվի, մանավանդ որ կարծես թե մնացել են այն երեխաները, ովքեր որ ժամանակի քննությունը մռնել են։ Պարոն Հարապետյան, ամռանը բացի վաղվա համերգից ակտիվ է լինելու թափս։ Ես սպասում եմ մի հիանալի միջոցառման, նաև հիանալի միջոցառման, դա տեղի է ունենալու հունիսի վերջերին, այսպես 24-ից մինչև 28 ընկած ժամանակահատվածում, ուրեմն գոյություն ունի, ես չգիտեի, մինչև անցած տարի չգիտեի, որ գոյություն ունի բժիշկների համաշխարհային սիմֆոնիկ նվագախումբ։ Առաջին անգամ լսում։ Ես եմ ձեր նման առաջի անգամ ու ինձ դա բառացիորեն ուղղակի այսպես նոր ալիք բարձրացեցի իմ մեջ, մեկ էլ հանկարծ բժիշկների ազգային, բժիշկների համաշխարհային սիմֆոնիկ նվագախումբ խմբից մի հայ կին, ով նվագում է այնտեղ, հիանալի ատամնաբուժ է, ինձ զանգում է եւ ասում է, գիտես, մենք էս գործն ենք անում, մենք ամեն տարի թե 2-3 տարին մեկ ինչ որ մի կետում հավաքվում ենք աշխարհի, տալիս ենք 1-2 համերգ, բացառապես բարեգործական եւ այդ համերգի հասույթը ուղղում ենք այդ տարածաշրջանի ինչ որ բժշկական ինչ որ խնդիրների լուծմանը։ Ու մենք գնում ենք ցերվում ենք նորից էլի։ Ու շատ լուրջ երկացանք ունեն, Շոստակովիչը նվագում, Խաչատրյանն է նվագում, Բրուկներն են նվագում, չգիտեմ ինչ են նվագում եւ այլն։ Դա մարդիկ են, ովքեր երկու կրթություն են ստացել։ Այո։ Մարդիկ, ասենք, իրենց դիրիժորը վիրաբույժ է, եթե չեմ սխալվում, ինչ ոնց որ ասեց ֆլեյտիստը էնդոկրինոլոգ է, ինչ այդ կարգի շատ հետաքրքիր է։ Դեռ հələ չենք հանդիպել մենք իրենց հետ, բայց իրենք գալու են Երևան, այո։ Արամ իմանանք հրավ իրենք։ Ես կասեմ ձեզ անպայման Սա կարծում եմ թեման իրենը հետաքրքիր է։ Հիմա տեսնենք ոնց կլինի եւ Արևիկը իրենց հրավերով ուզում է, որ իրենց համերգին մասնակցի, մենք երգելու ենք Արտո Բաբաջանյանի Անդանտեն կամ Մեղեդին, իմ գործիքավորման, որովհետև ինքը դաշնամուր է։ Երեխաները բան են երգում ուղղակի, վոկալիզ են երգում, երկրորդ Արտեմի Այվազյանի Հայաստանն է, կամ Արմենիան, իմ Հայաստան, եւ երրորդը Էդգար Հովանեսյան Հերեբունի Երևան։ Շատ լավ երկացանք է։ Հա, այդ միայն մենք ենք։ Իսկ մնացածը Սերգեյ Խաչատրյանի հետ իրենք ինչ-որ լուրջ ծրագիր ունեն եւ այլն, այստեղ նաեւ նվագելու։ Բժիշկների նվագախումբ։ Հա, շատ հետաքրքիր է։ Տեսնեք։ Շնորհակալություն, որ եկաք, իսկապես շնորհակալություն։ Նախ եւ առաջ հաճելի է նորից հանդիպել։
Մյուս կարևոր հաճելի հանգամանքը այն է, որ փաստորեն հունիսը արդեն ինքնիրենով ուրվագծված է, վաղվա համերգը հունիսի վերջում այս հետաքրքիր պրոյեկտը։ Ես չգիտեմ, կարող է եւ լինի այնպես, ինչպես ես միշտ ասում եմ, երեխեք ջան, կարող է այսօր երեկոյան ինձ զանգ գա կամ պարոն Վարդանյանին զանգ գա, որ ասենք վաղ միսօր մենք այսինչ կետում համերգ ենք։ Պատրաստ ենք։ Պարոն Արբեջան, իսկ ընդունելությունը ներքին կարգով է անում, թե հայտարարում է պաշտոնապես դրա անհրաժեշտությունը, բայց առանձնապես չկա, որովհետև ինչպես հասկանում խոսքը գնում է երևի 2-3 տեղի մասին, չէ՞, որպես կանոն, թե չէ։ Լինում են 2-3, մինչև 5-6 տեղի մասին լինում են նայած տարի։ Նայած տարի քանի հոգի են անհրաժեշտության փաստորեն։ Այո, ըստ անհրաժեշտության ընդունելությունը հիմնականում հայտարարվում է հանրային ռադիոյով, իմ ռադիոյով, Արևիկ ռադիոկայանով, մեր փոքրիկների համար նախատեսված Երևի այդքանով եզրափակվում ենք, հետո բան կա, չէ, գնչուական post արտահայտություն կա, չէ, հայերեն ասած, որը շատ ավելի հետաքրքիր է աշխատում։ Խոսքից խոսք, բերանից բերան, մեկ էլ սկսում են իմ երկու հեռախոսները կարմրել։ Իդեպ ռադիոյի անվանումը ի պատիվ անսամբլի է։ Այ չգիտեմ, ի պատիվ անսամբլի է, թե ուղակի զուտ, այդ երևի կհարցնենք մեր հիմնական, ասենք, Կարինե Գևորգյանին կարելի է հարցնել այդ առումով, ինձ թվում է չէ, ուղակի երևի Բարևուն չէ, քանի որ ռադիոյում հենց Արևիկն է ու Արևիկ անսամբլը, հասկանալի է։ Եվ վերջին հարցը, կա այդպիսի լեգենդ, դե ժամանակով է սահմանափակված, պարոն Արաբեջան, թե չէ ձեր ներկայությունը ստուդիայում մեզ համար ոչ միայն հաճելի, այլ շատ սպասված միշտ։ Կա այդպիսի լեգենդ, որ Արևիկ անունը եկել է Գեորգի Մինասյանի Արևիկ է անուն, չէ՞, չկա կապ։ Արևիկը հենց այդ մզիուրից է եկել։ Այսինքն, երբ որ դե ինքներդ գիտեք, որ Ռոբերտ Պետրոսյանը ինքը նաև մզիուրիի հիմնադիրն էր։ Փաստորեն երկու հարևան հանրապետություններում հետո երբ որ այնտեղ ինչ որ կոնֆլիկտներ են լինում, Ռոբերտին ասում են եղբայր թող այդ արի ստեղ քո հայրենիքը արի, սա գալիս են ու Գագիկ Բադալյանի հետ միասին այստեղ հիմնում են Արևիկը եւ ինչու այնտեղ Արևիկ պիտի լինի, մենք չունենանք մեր Արևիկը։ Այդտեղից է գալիս։ Իսկ եթե չեմ սխալվում, Արևիկ երգը Կոնստանտին Օրբելյանը գրել է մի քիչ ավելի հետո։ Եթե չեմ հասկացա, ես էլ ճիշտ ասած տարեթվերում չեմ կողմնորոշում տարիքը երկի, բայց մեկ անգամ առիթ եղավ խոսելու, կարծես մարդերով պիտի որ ավելի տեղյակ լիներ, ասած դե տանուն այդպես է եկել։ Չեմ կարծում, Կոնստանտին Օրբելյանի մատը կարող է ինչ-որ կողքից խառնված լինի Արևիկի հիմնադրմանը, բայց այդպես շատ մեծ ձևով չէ, որովհետև մենք չպիտի կողմնորոշվենք Գեորգի Մինասյանին կատարում, որտեղ երգը ավելի շուտ է գրվել, նա ընդամենը կատարողներից մեկն է, թե նրա կատարմամբ է հայտնի երգը, բայց Արևիկը ինքը ինչ է, Արևիկը ինքը հիանալի անուն է եւ շատ գիտեք ինչն է հետաքրքիր, գիտեք չէ, որ Ռուսաստանում էլ կա Արևիկ детский ансамбль sense բանկա, հա։ Միգուցե բայց Սոլնիշկա, թե Չէ, ինքը Սոլնիշկա չի, ինքը հայերի հիմնադրած Արևիկն է։ Բանը էլի ոնց է կոչում танцевал, песня танцевальный детский ансамбль, տենց է կոչում։ Պեսինը տանցում։ Հիմա այդպես է։ Բացի դրանից բանում մեր երկուսույցը, որ ամուսնու հետ գնաց այստեղից Ամերիկա, ինքը հիմնեց Արևիկ Music Center այնտեղ։ Արևիկը ընդունված անուն է։ Արդեն բրենդ է դարձել, Արևիկը բրենդ է դարձել։ ֆրանչայզինգ է կանում։ Ասեմ ես ես, դա իհարկե այդքան էլ հաճելի չի, որովհետև Արևիկը այնուամենայնիվ մեկն է։ Բայց դե հիմա դա ես պիտի չվերահսկեմ, դա պիտի վերահսկեն այն մարդիկ, ովքեր որ այդ
Այդ պատասխանատվությունը իր վրա է, հասկանալի։ Ես գերազանցական ասում եմ։ Խոսեցինք Վահե Հայրապետյան կոմպոզիտորի ստեղծագործությունների մասին, որոնք նույնպես հնչում են, ընդգրկված են երգացանկում։ Որոշ, որոշ ձևով։ Այնպես որ սա կարծում եմ նոր հանդիպման առիթ կլինի։ Սիրով։ Հա, առանձին զրույց է։ Շատ մեծ, այսպես ասած, շատ նյութեր կբերեմ, հենց միանգամից եւ ռադիոյի համար, եւ լսելու եւ։ Հաճելի կլինի, եթե բերեք մի բան, որը դեռ հնչած չէ, օրինակ այդպես։ Երգի պրեմիերա, շատ հաճելի կլիներ։ Դե դա կարող է խթան լինել նոր երգ գրելու համար։ Ուղղակի միտք տալիս, հա, խնդրենք նաև դրա շուրջ մի քիչ մտածել։ Մեր հյուրն է Արևիկ երգչախմբի ղեկավար Վահե Հայրապետյանը, անվանի կոմպոզիտոր, ուղղակի հոյակապ մարդ, երեխասեր եւ հայրենասեր, հումորով, մի խոսքով լույս բերեցիք եւ արև ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություն վաղվա համերգում։ Լավ օր ձևավորեցինք միասին մեր եթերում, շնորհակալություն եւս մեկ անգամ որ ընդունեցիք հրավերը վաղվա համերգին, հաջողություն դե լեփլեցուն դալիճը կարծում եմ պարտադիր պայման է արդեն հասկանալի։ Մի բան էլ կուզեմ ասել, որ այդ հարցում մեր երկուսուցի եւ պարուսուցի իրենց մեծագույն դերն ունեն, որովհետեւ պատկերացնում եք 25 երեխայից ավել ու կենթանի նվագախումբ հետևում։ Եվ պարային վիճակները, եւ երգային վիճակները, երեխակա, որ առաջի անգամ միկրոֆոնը վերցնում ձեռքը։ Ես դրան ասում եմ գլադիատորական սինդրոմ։ Այսինքն դու վերցնում ես երեխային ու մի անգամից հրում ես դեպի, այսպես ասած, ռազմի դաշտ։ Այսպես կտրուկ մարդկանց սովորացնում են լողալ։ Հա, դա կա, բնության մեջ դա կա։ Հեսանիներ եք մենք երբես սովորել։ Այս չի, որ դա նորություն է։ Շնորհակալություն շատ եւ ինչպես ծրագրել ենք մի բան կլսենք Արևիկի կատարմամբ, կարծում եմ մեր հնչյուն ռեժիսորը մի գեղեցիկ երաժշտական առաջարկ կանի մեզ Երևան։ YouTube-ից կարող եք լսել, YouTube-ում Արևիկ Ensemble, այդպես բան կա, Արևիկ Ensemble, այնտեղ լիքը բաներ կա, լիքը։ Գիտենք մեր հնչյուն ռեժիսորը ավելի լավ տեղեր գիտի բացի YouTube-ից։ Դες երաժշտության տեղեր։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։